Եվրոասիական կապիտալի շուկաների միության ամենամյա համաժողովը Երևանում է։ 30-ամյա կառույցի քարտուղարությունն արդեն 8 տարի է տեղակայված է Հայաստանում, իսկ Հայաստանի ֆոնդային բորսան միության հիմնադիրներից է։ Միջոցառումը համախմբել է Միջին Արևելքի, Աթենքի, Բուխարեստի, Վարշավայի ֆոնդային բորսաների ու դեպոզիտարյաների անդամներին, ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Սա բացառիկ հնարավորություն է կապիտալի շուկայի առաջատար մասնագետների հետ քննարկելու ոլորտային արդի հիմնահարցերը, մարտահրավերները, գործակցության նոր հնարավորությունները, նշել է նախագահ Խաչատուրյանը։ Այսօր մեր տնտեսությունը կարիք ունի նոր ֆինանսական միջոցների, ներդրումների, նոր գործիքների, տնտեսության զարգացման տեմպերը բարձր մակարդակի վրա պահելու համար։ Գործող հնարավորությունները, հատկապես միայն բանկային համակարգի միջոցներն արդեն բավարար չեն տնտեսության աճի խթանման համար։ Կարծում եմ ժամանակն է ակտիվացնել հատկապես ներքին ռեսուրսները տնտեսության մեջ ներգրավելու համար։ Մակրոտնտեսական երկարաժամկետ աճ, հավասարակշռված բյուջետային քաղաքականություն, ֆինանսական համակարգի կայունություն, ֆինանսների հասանելիության աճ, այս գործոններն են վերջին շրջանում ապահովել Հայաստանի տնտեսական զարգացումը, ընդգծել է նախագահը։ Վերջին տարիների միջինում 7-8% տնտեսական աճը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանի տնտեսական ներուժը բարձրացել է, ասում է Խաչատուրյանը։ Հոբելյանական համաժողովի մասնակիցներն այսօրը պատմական են համարում նաև Հայաստանի կապիտալի շուկայի համար։ Առաջի անգամ պատմության մեջ Հայաստանի ֆոնդային բորսայում արտասահմանյան բրոկերը, բանկը ուղիղ գործարք կատարեց։ Եվ այդ գործարքի վերջնահաշվարկը, այսինքն փողերի շարժը ապահովում է մեր համար Աբու Դաբիի ֆոնդային բորսան։ Այդ պրոյեկտը, որը կոչվում է Թաբադուլ, ըստ էության, որ միացնում է տարբեր բորսաներ իրար հետ, ինչով կարևոր է նրանով, որ հնարավորություն է ստեղծում արտասահմանյան ներդրողին առանց փող տեղաշարժելու դեպի այլ երկիր, առանց ինչ-որ բյուրոկրատական գործընթացների միջով անցնելով ուղիղ հասանելիություն ունենա Հայաստանի ֆոնդային բորսային։ Խոշոր 5 բորսաների Օմանի, Բահրեյնի, Աբու Դաբիի, Ղազախստանի, Աստանայի ֆոնդային բորսաների հաճախորդների համար հասանելի են Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվող բոլոր արժեթղթերը, եւ Հայաստանը տարածաշրջանում միակն է, որ հասանելի է արաբական աշխարհի եւ Ասիայի շուկային։ Հետաքրքրվածությունը շատ բարձր է, որովհետեւ առնվազն մեր պետական պարտատոմսերը շատ բարձր եկամտաբերություն են ապահովում, կայուն են եւ պարտատոմսերի ներդրողների համար կամ հետաքրքիր ներդրումային առաջարկներ եւ իրենք էլ արդեն հետաքրքրված են, բայց մենք չենք կարող սրանով բավարարվենք, մի բանա սարքելը, ենթակառուցվածքը, մյուս բանա դրա ոնց որ գործարկումը եւ դրա պրոմոշնը, դրա առաջ մղումը։ Մենք պետք է անընդհատ կատարենք ռոդշոուներ, այցեր, պետք է գնանք արտասահմանյան ներդրողներին ներկայացնենք մեր Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները։ Հայաստանի եւ Աբու Դաբիի ֆոնդային բորսաների կապը հսկայական առաջընթաց է ներդրողների համար։ Բորսան ցանկացած երկրի կապիտալի շուկայի կարևորագույն մասն է եւ այն նպաստում է ցանկացած երկրի տնտեսության զարգացմանը, նշել է Աբու Դաբիի ֆոնդային բորսայի խմբի տնօրենը։ Այժմ հայաստանցիները կարող են մուտք գործել Աբու Դաբիի ներդրումային արժեթղթերի բորսա եւ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներն ու Էմիրատներում բնակվողները հնարավորություն ունեն մուտք գործել հայկական շուկա։ Կարծում ենք սա կնպաստի երկու երկրների միջև ներդրումային փոխանակմանը։ Երբ Օմանը միացավ Թաբադուլ հաբին, ստացավ մի շարք առավելություններ, իր երկրի փորձն է ներկայացրել Մուսկատի ֆոնդային բորսայի տնօրենը։ Թաբադուլը հասանելիություն է դեպի ավելի քան 7 միլիոն ներդրող։ Օմանը ներդրողներից բացի ստացել է նաև պրոֆեսիոնալ միջնորդներ եւ ուղիղ մուտք դեպի տեղի կապիտալի շուկա։ Օմանի եւ Աբու Դաբիի ծավալներն այս տարի ավելացել են ավելի քան 6-ից 7 անգամ։ Հայաստանը հիմա միանում է։ Այսպիսով հայկական շուկան տեսանելի կլինի ավելի քան 7 միլիոն ներդրողների համար։ Հիմա Հայաստանի հերթն է զարգանալ մոտենալով ներդրողներին, որ հայկական ընկերությունները եւս տեսանելի լինեն բոլոր ներդրողների համար։ Կոնֆեաս համաժողովին ներկա է շուրջ 200 ոլորտային մասնագետ, միության անդամ եւ գործընկեր երկրներից։ Պաշտոնական մասին հաջորդել են թեմատիկ պանելային 4 քննարկում, որոնց մասնակցել են ավելի քան 30 խոսնակներ։ Նուշեղ Իսախանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։